Լրջորեն պետք է քննարկենք Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման հարցն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արեն Սիմոնյանը։ Նա բավարար չի համարում Հայաստանում ռուսական մի շարք հաղորդումների հեռարձակման արգելքը, այդ մանկուրտների կապիկների ծրագրերը վաղուց փակված են Հայաստանի Հանրապետությունում, իրենց մուտքը Հայաստանի Հանրապետություն փակված է, բայց եթե պետական ալիքներն իրենց թույլ են տալիս խառնվել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մեջ, միգուցե մենք էլ պետք է առնվազն փակենք իրենց մուտքը մեր հանրության բնակարաններ, շարունակել է Սիմոնյանը։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում վերջին իրադարձությունների, այդ թվում գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված իրադարձությունների շուրջ Պետդումայի падգամավորների կողմից հնչող արձագանքներին Սիմոնյանը հեգնանքով ասել է. «Երև իրենց դեգեներատ հաղորդավարների ծրագրերն է նայել ու տպավորություն է եղել, որ իրոք հարվածվում է հայ-ռուսական հարաբերություններին եւ իրոք իրենց դեգեներատ հաղորդավարների ելույթները վնասում են հայ-ռուսական հարաբերություններին։ Հիմա դրանք դուրս են եկել ի պաշտպանություն, թող ռադները քաշեն, վեր ընկնեն, իրենց գործով զբաղվեն եւ մեր երկրի ներքին գործերին չխառնվեն, դրանք հակառակ էմոցիա են առաջացնում ու միայն իմ մոտ չէ, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ», նշել է Արեն Սիմոնյանը։